Դեկտեմբեր ամսին մենք հաղորդման ժամանակ հայտարարեցինք, որ անցել ենք ռուսական դատական ատյանների բոլոր աստիճանները եւ կար ժամանակում մենք պիտի պատրաստենք դիմում հայց ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, որը համարվում է ՄԱԿ-ի ամենակարևոր ինստիտուտներից մեկը, ամենակարևորը, որը իրավասու է քննարկելու Կարսի Մոսկվայի պայմանագրերի իրավասության եւ Վիլսոնի իրավարար վճռի գործողության մեջ դնելու հարցը։ Եվ այսօր եւս մեկ անգամ զեկուցում եմ դեր արչեւ եւ մեր ամբողջայության արչեւ, ունկնդիրների արչեւ, որ մեր արչեւ դրված խնդիրները մենք կատարել ենք եւ թույլ տվեք ցույց տալ այս անգլերեն լեզվով մեր հայցը դեպի ՄԱԿ ուղարկված է արդեն այս կողմում արդեն պատճենները գնիկները մենք ուղարկել ենք Ժնև մարդու իրավունքների կոմիտեի գերագույն կոմիսարին նա է զբաղվում այդ հարցով եւ դնում ՄԱԿ-ի քննարկմանը, անվտանգության խորհրդի քննարկմանը եւ հաստատմանը եւ երկրորդ տարբերակով մենք մեր իրավաբաններն են պատրաստել, որպեսզի չհարամարենք ռուսական իշխանությունների այդ կապը, որտեղ Ռուսաստանից է դուրս եկել այդ հայցը, որ մարդու իրավունքների ներկայացուցիչ Մոսկվայում նույնպես կուրսի մեջ լինի այս մեր հայցի համար, սա էլ երկրորդն է, այսինքն միջազգային ստանդարտներին համապատասխան է ուղարկված մեկ հայցը, երկրորդը ռուսական ստանդարտներին համապատասխան, որպեսզի որևէ մի օրենքի խախտում չլինի։ Իհարկե այդ հայցերը ուղարկելուց հետո շատ կարճ ժամանակ հետո ինձ հրավիրեցին մարզի ներքին գործերի ծառայության եւ միգրացիոն ծառայություն հրավիրեցին եւ հայտարարեցին, որ դադարեցում է իմ քաղաքացիությունը, Ռուսաստանի քաղաքացիությունը, սա որոշումն է։ Այդ որոշման մեջ երկու բառով երկու կարևոր բան կա, ես նշեմ, գրված է, որ ինձ ավելացնեմ մեկ բառ, իբր թե ես երկար ժամանակ, այսինքն այս հարցով մենք զբաղվում ենք Կարսի Մոսկվայի պայմանագրերի դենոնսացումով զբաղվում ենք 2000 թվականից, արդեն 6-րդ տարին է։ Երկար ժամանակ դա երևի ինձ թվում է նկատի ունեն, որ ես համագործակցել եմ ռուսական իշխանություններին, պետությանը թշնամաբար տրամադրված պետության հետ։ Այդ ընթացքում իմ ամբողջ շփումները եւ համագործակցությունը եղել է հայ ժողովրդի, Հայաստանի եւ ռուժովտի Ռուսաստանի հետ ու որևէ այլ պետության հետ ես եւ քաղաքացիների հետ համագործակցություն չի եղել, կապ եղել է բնականաբար, բայց չի եղել եւ կապել եղել է միմիայն հայերի հետ միության հայերի ներողություն անմիջապես հարց առաջացավ, խնդրում եմ պատասխանեք, նոր անցեք առաջ, արդյոք Հայաստանի Հանրապետությունը պետությունը որևէ առնչություն ունի ձեր հայցի հետ։ Բնականաբար ոչ, որովհետև մեղադրանքը, եթե անգամ այնտեղ դիտեն որպես թշնամի պետություն, չնայած մենք պայմանագրեր ունենք, որպես դաշնակիցներ եւ այլ, բայց անգամ եթե դիտեն, դա եւս չի անպատասխանում իրականությանը, որովհետև Հայաստանի պետությունը այս այցերի հետ կապված խնդրում որևէ ձևով ներգրաված չի։ Ես ամոթ իրենց եմ ասում։ Ես չեմ ասում բանը իրենց պաշտպանելու համար, բայց այդպես է թե ոչ։ Շնորհակալություն, ճիշտ հարց տվեցիք, ես էլ երբ որ հայտարարություն արեցին, առաջի հարցը տվեցի, ասեցի, միթե
իմ ամբողջ շփումը համագործակցությունը եղել է Հայաստանի հետ, հայ ժողովրդի եւ Հայաստանի իշխանությունների աուդիտորիայում ես այս մասին ինֆորմացիա եմ տվել, ոչ ոքի հետ այսպես համագործակցություն չի եղել այս հարցի վերաբերյալ։ Միթե դուք նկատի ունեք, որ Հայաստան պետությունը թշնամաբար տրամադրված կամ հայ ժողովուրդը, որը չի համապատասխան իրականությանը։ Պատասխանը բարձ ասեմ, դա գաղտնիք է։ Եվ հիմնականը դա է, որից հետո, անմիջապես բնականաբար ես վերցրեցի այս 2 օր հետո, ինձ հանձնեցին, տվեցին գրավոր ձևով այդ որոշումը, որ հայտարարեցին, հետո տվեցին որոշումը։ Այդ որոշման հիման վրա իրավաբանները իմ ստորագրությունով բողոքարկեցին այս որոշումը, որտեղ ինձ թվում է սա թյուրիմացություն է, այստեղ օրենքից բխող որևէ բան չկա։ Այսպիսի դժվարություններ իմ կյանքում շատ են եղել, մենք օրենքի ճանապարհով նման հարցեր լուծվել են, ինձ թվում է այս հարցն էլ կլուծվի, թյուրիմացություն է կամ ինձ թվում է տարբեր, եթե լսենք տարբեր ասեկոսներին եւ խոսակցություններին, երևի պատվիրված քայլ է, որ ես համարում եմ, որ սա Ռուսաստանի բարձրագույն օրգանների որոշումը չէ, սա տեղական օրգանի որոշում է, որին կարող էին պատվիրել այլ տարբեր մարդիկ, տարբեր կազմակերպություններ, որը չէր բխում իրենց շահերից եւ մեզ պետք էր որպեսզի մեզ թույլ չտան մենք գնանք դեպի ՄԱԿ-ի ատյան ուղիղ, ես գտնում եմ կապի մեջ է ՄԱԿ-ի հայցադիմումի հետ։ Բայց դա եւս ենթադրություն է։ Դա եւս ենթադրություն է եւ դրա համար երբ որ մենք բողոքարկել ենք սուտ, արդեն իրավաբանները տվել են դատարան հայցադիմումով, դատարանում կպարզվի արդեն այնտեղ գաղտնիքներ չկան, կպարզվի իրականությունը որն է, կեղծիքը որն է եւ դատական որոշումը կլինի վերջնական։ Առայժմ ես տրագեդիա չեմ տեսնում, եթե նույնիսկ պատվիրված քայլ է սա, եւ ինձ թվում է ոչ իշխանությունների կողմից Ռուսաստանի, այլ մեր հայկական ազգանուն ունեցող որոշ մարդկանց եւ ազգանունների մարդկանց եւ կազմակերպությունների միջոցով է սա արված, ինձ թվում է դատարանը կքննարկի, կգտնի ճիշտը սխալը եւ իրեն գծումը կլինի։ Ամենակարևորը, որ մենք քայլը, որպես ռուսական կազմակերպությունում գրանցված մենք դիմել ենք ՄԱԿ-ին, այդ քայլը արված է։ Արդեն շարունակել պարտադիր չէ, որ շարունակվի միայն Ռուսաստանի տերիտորիայից, կարող է շարունակվել նույնիսկ տարբեր տեղերից, արդեն կարևորը process-ի սկիզբն է, կարևորը նա է, որ ՄԱԿ-ը արդեն ընդունել է մեր հայցադիմումը, ամենակարևորը դա է։ Եվ միաժամանակ լինելով Հայաստանի քաղաքացի, ես համաձայն սովետական անձնագրի հիման վրա ես քաղաքացիությունը ստացել եմ, ձեռք չեմ բերել, ստացել եմ, որպես սովետական միության քաղաքացի եւ իրավունք այսօրվանից արդեն իրավունք ունեմ Հայաստանի, որպես Հայաստանի քաղաքացի դիմել եւ շարունակել այս process-ը։ Եվս մեկ անգամ կրկնեմ, մեր Կարսի Մոսկվայի պայմանագրերի վիճարկման Վիլսոնի իրավարար վճարի գործողության մեջ դնելու ՄԱԿ-ին դիմումին այս երևույթը ոչ մի վնասակարարություն չի կարող ունենալ։ Մենք քաղաքականության մեջ չենք ուզում մտնել, երբեք այս 6 տարվա ընթացքում քաղաքականությունով չենք զբաղվել, մեր խումբը, մեր համախոհների խումբը չի զբաղվում քաղաքականությունով, բոլորն էլ կարելի ասել իշխանությունում աշխատած անդամներ են եւ այսօր մենք էլի քաղաքականության մեջ չենք մտնում եւ մեր հայցադիմումը երբ որ դիմել ենք առաջի անգամ Ռուսաստանի իշխանության բոլոր ճյուղերին պրեզիդենտին Գոսդումային եւ Սովետ Ֆեդերացիային մենք հարցադրության մեջ նշել ենք որ մենք
քաղաքականությունով չենք զբաղվում, ուզում ենք ստանալ իրավական գնահատական։ Խնդրում ենք տալ իրավական գնահատական, որպեսզի չխանգարեն այդ մեր կարծիքով ոչ միջազգային օրենքներին համապատասխան երկու պայմանագրեր կարծի Մոսկվայի չխանգարեն, որպեսզի Վիլսոնի իրավարար վճիռը դնի գործողության մեջ։ Ինչու համար մեր խմբի, մեր համախոհների կարծիքով մենք գտնում ենք, որ Վիլսոնի իրավարար վճիռը այսօր հայ ժողովրդի Հայաստան պետության համար միակ միջազգային ստատուս ունեցող իրավաբանական փաստաթուղթն է։ Մի քիչ ավելի պարզ լեզվով ասեմ, որտեղ Հայաստանում ասվում է, թե Հայաստան, այսօրվա Հայաստանը կադաստրի վկայական չունի։ Մենք համոզված ենք եւ կրկնում ենք. Հայաստանը ունի կադաստրի վկայական Չակերտավոր, եթե ասենք իրավարար վճիռը կադաստրի վկայական եւ այդ Հայաստանի կադաստրի վկայականը ամենահզոր կադաստրի իրավարար վկայականն է, որովհետեւ հաստատված է ազգերի լիգայի գերագույն խորհրդի կողմից, անվտանգության խորհրդի կողմից։ Նման ավելի մեծ չակերտավոր կադաստրի վկայական ոչ մի պետություն չունի։ Եվ մենք այս հզոր փաստաթղթից 105 տարուց ավելին չգիտես ինչու, թուրիմացաբար, սխալմամբ, թե կեղծիքների պատճառով չեն կարողացել օգտվել։ Իհարկե 70 տարի սովետական միության ժամանակ չէին կարող օգտվել, որտեղ Հայաստանը սուվերեն պետություն չէր, Հայաստանի Հանրապետությունը, իսկ վերջին 35 տարին, այսպես կարելի ասել, հայ ժողովուրդը բաց է թողել, վրիպել է։